Առողջապահության նախարարության իմունիզացիայի կանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր խորհուրդ է տվել չխուսափել պատվաստելի երեխաներին եւ հերքել է այն լուրերը, թե պատվաստման հետևանքով երեխաներ են մահացել։ Տեղեկատվությունը իրականությանը չեն համապատասխանում։ Պատվաստումը պատճառ չի եղել։ Երեխայի մոտ հետպատվաստումային շրջանում զարգացել է թոքաբորբ, իսկ պատվաստման հետ ընդհանրապես չի կապվում թոքաբորբի զարգացում։ Նշվեց, որ վակցինաները Հայաստան ներկրվող հնդկական են, անորակ են, ժամկետանց են։ Ես բոլորիդ հավատացնում եմ, այսօր երկիր ներկրվող բոլոր վակցինաները, բոլոր պատվաստանյութերը միայն հայտնի եվրոպական արտադրողների պատվաստանյութեր են, ֆրանսիական, բելգիական, ունեն կանադական պատվաստանյութ։ Այս 3 երկրի հիմնական պատվաստանյութներ են, ես ձեզ հավատացնում եմ։ Եվ նշվում է, որ ժամկետաց են։ Մենք երբ որ բերում ենք, տվյալ տարվա համար ենք պատվաստանյութը բերում եւ նախատեսված է 2-3 տարվա պիտանելիության ժամկետ ունենալու դեպքում միայն կարող է ներկրվել։ Այսինքն, եթե դուք մտնեք մեր եւ պոլիկլինիկաներ եւ ազգային պահեստ, դուք կտեսնեք պատվաստանյութերի վրա 15-16 թվականները։ Այսինքն պիտանելիության ժամկետը մինչև 16 թվականը, բայց դա սպառվում է մինչև տարվա վերջը։ Եվ վերջապես մենք ներկրում ենք միայն այնպիսի պատվաստանյութեր, որոնք ունեն առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախավորակավորման սերտիֆիկատ։